Հայաստանի նոր սահմանադրության տեքստը այս պահին մշակման ակտիվ փուլում է։ Հանրայինի եթերում երեկ ասել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Արդեն որոշում ունեն նաև փոխել ընտրությունների կարգը, սակայն առաջիկա ընտրություններին չհրաժարվելով կայուն մեծամասնությունից, ինչը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել։ Ինչ կլինի, եթե առաջին ընտրություններում մեկ կուսակցության մեծամասնությամբ կամ կոալիցիայի միջոցով չհաջողվի ձևավորել խորհրդարան։ Արդարադատության նախարարը երեկ բացատրել է ինչ կլինի, սակայն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Էդմոն Մարուքյանը հարց է բարձրացնում, իսկ դա ինչ կապ ունի առաջիկայում սպասվող ընտրությունների հետ։ Մենք որոշել ենք առաջին ընտրություններից հետո, երբ չի ձևավորվում մեծամասնություն, նորից կրկնում եմ, մեկ կուսակցության միջոցով եւ կամ կոալիցիայի միջոցով, մենք գնանք երկրորդ ընտրությունների։ Այսինքն երկրորդ փուլ չի լինելու, լինելու է երկրորդ ընտրություն, որովհետեւ երկրորդ փուլի իմաստը այն է, որ ավելի շատ բարձր ձայներ հավաքածներ են սկսում մրցել, այստեղ բոլորը էլի հավասարության պայմաններում մտնելու են, կարելի ասել, նոր ընտրափուլ, նոր ընտրություններ մնալու է այդ դեպքում։ Կայուն մեծամասնությունը իր որոշակի դրսևորմամբ մնալու է երկրորդ ընտրություններից հետո եւ այսպիսի որոշման կայացման հիմքում ընկած է այն գաղափարը, որ մենք հնարավորինս խուսափենք հավերժ շրջապտույտից այդ ընտրական գործընթացների եւ չունենանք ի վերջո այնպիսի ազգային ժողով, որն իր լիազորությունները կշարունակի տևական ժամանակի ընթացքում, այսինքն անընդհատ, մինչեւ նոր խորհրդարանը չձևավորվի։ Որն է մանիպուլյացիան, այսինքն սպասվող ընտրությունները կձևավորվեն կայուն մեծամասնության դրույթով, Բենիտո Մուսոլինի համակարգով, եւ ապագայում հետո այդ ընտրություններից հետո, եթե այս իշխանությունը լինի, կարող է այդ նախագիծը լինի, կարող է չլինի, կարող է հետո նիստ գումարեն փոխեն այդ կետը, այսինքն հիմա սա որևէ էական նշանակություն չունի ոչ քաղաքացիական հասարակության համար, ոչ իսկական քաղաքացիական հասարակության մասին, ոչ էլ ընդդիմության համար, ոչ էլ մեր երկրի ինստիտուտների զարգացման համար, ինչու որովհետև դա ուղղակի խոսակցություն է խոսակցության մասին։ Դա մի բան է, որ իշխանությունը դրժել է իր հերթական խոստումը եւ 26 թվականի ընտրություններից առաջ չի փոխում կայուն մեծամասնության այդ դրույթը եւ այն թողնում է ընտրություններից հետո։ Իսկ ընտրություններից հետո ով է ասել, որ իրենք են լինելու իշխանություն, որ իրենք հետո դա անեն, եւ ով է ասել, որ իրենք եթե լինեն իշխանություն, դա անելու են։